Երկար դադարից հետո էլի սկսում ենք մեր նոբինարների շարքը։ Այսօր խոսալու ենք այս տարվա 2025 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակի մասին, որը թե մի ամիս առաջ տվեցին։ Թեման վերաբերվում է մոլեկուլների մեծ մոլեկուլների մի տեսակի, որը նման է այս նկարում հյուրանոցի փոքր մոլեկուլների համար, որտեղ կարան գան մտնեն փոքր մոլեկուլներ, լիքը, ու այս հյուրանոցի չափերը շատ մեծ է, կարաս տեղավորես լիքը փոքր մոլեկուլներ, ու նաև դու ես հյուրանոցի տերը, ու կարաս որոշես ինչ մոլեկուլների թողես, ինչ մոլեկուլներ չթողես, ու երբ թողես, երբ չթողես, հետևաբար դու կարող ես սարքես սպունգի պես բան, ոնց է սպունգը գցում ես ջրի մեջ, ջուրը կլանում, հետո սեղմում ես, սաղ ջուրը թողում է։ Հիմա սրանք փոքր մոլեկուլային սպունգներ են, որ ցանկացած ուրիշ մոլեկուլ, որ ուզում ես հավաքես շրջակա միջավայրից, կարողանում ես հավաքել։ Օրինակ, ածխաթթու գազը, որ օդում շատ է, մարդիկ հիմա փորձում են սարքեն այս հյուրանոցներից, այսպես ասած, որը օդից մենակ կլանի այդ ածխաթթու գազը ու չի թողի, որ շատանա ածխաթթու գազը կամ այդ արտադրամասերի մոտ կլինի, ֆիլտրերի մեջ կլինի, որ այդ ածխաթթու գազը կլանի։ Իսկ հիմա մի քիչ ավելի շատ խորանանք պատմության մեջ ու քիմիայի մեջ։ Ամեն ինչ սկսվել է 1974 թվականից, երբ որ Ռիչարդ Ռոբսոնը, այդ գիտնակներից մեկով ստացավ Նոբելյան մրցանակը այս տարի, Ավստրալիայում համալսարանում հանձնարարվել էր իրան փայտե գնդիկներով սարքել այդ խաղացած կլինեք, որ ատոմներ են իբր, փոքր գնդիկներ են ու իրենց կապերը ձողեր են, կպցնում ես այդ գնդիկները իրար, մոլեկուլներ է ստանում։ Քիմիայի լաբորատորիաներում հիմնականում լինում է զուտ խաղալու համար։ Դենց այն ժամանակ 50 տարի առաջ, 60 տարի առաջ իրան որ հանձնարարել էին համալսարանում դες բան սարքել փայտով, որ կարողանաս մոլեկուլներ սարքես, ու երբ որ պահը եկավ, որ այդ գնդիկները, ատոմները ինքը պետքա նենց ծակեր, որ այդ բաները, կապերը, ձողերը կարողանաս իրար կպցնես ատոմները, հասկացա, որ պատահական տեղերը ծակերը պետքա չանել, էլի, հատուկ անկյուններ կա, որ այդ անկյունները պետքա պահես ծակերի միջև, որ կարողանաս ձողերը ճիշտ դնես, ճիշտ կապեր ստանաս, ու ինքը այդ մտքից եկավ այն եզրահանգման, որ եթե կարանք ատոմները տենց անենք, ինքը երբ որ մոլեկուլ էր սարքում սրանցով, հասկացա, որ արդեն իսկ անցքերը նենց արած, որ դու մոլեկուլը ճիշտ սարքես, չես կարա սխալ մոլեկուլ սարքես, անցքերը ճիշտ մոլեկուլի համար են արած, հասկացա, որ եկեք ոչ թե ատոմները սենց իրար կպցնենք հատուկ ձևով, այլ նույն տրամադրությամբ մոլեկուլները կպցնենք իրար հատուկ ձևով, ու ինքը ոգեշնչվեց ադամանդի տեսքից, ադամանդին եթե նայենք այս ցախ նկարում, իր մեջ այսենց ածխածին է, ու ամեն ածխածին կպած է ուրիշ 4 հատ ածխածնի, այսենց հատուկ անկյուններով, ու ամեն հաջորդն էլ ուրիշ 4 հատի է կպած, ու այս ներքևի հարկում էլ, ու ամեն հաջորդ հարկը ավելի մեծ է, ու սենց բյուրեղն է ստացվում ադամանդի։ Այս ադամանդը նույն մեր մատիտների մեջի գրաֆիտն է, ուղղակի ավելի խիտ, այս ածխածինները շատ խիտ են, ու սենց սիմետրիկ բյուրեղի պես, իսկ գրաֆիտի մեջ ավելի նոսր է, սենց չի էլի դրա համար, ու շատ դժվար է այսքան խիտ ու սիրուն սիմետրիկ ստանալ, դրա համար ադամանդը շատ հազվագյուտ բան ու թանկ բան, որը ինչքան գիտեմ հրաբուխների ժամանակ առաջանում այդ մեծ ճնշման տակ այդ ածխածին այնքան է սեղմում, ադամանդիկներ են առաջանում։ Ու ինքը ասաց, այս բանից օգտվելով եկեք ուրիշ բան սարքենք, վերցրեք սենց մի հատ հետարքիր մոլեկուլ, որը ունի 4 հատ նույն ձև ծայր, ծայրերում այս նիտրայլ, երևի նիտրայլ են ասում, նայտրիլ, երևի նայտրիլ լավ, այս նայտրիլը, որը կպնում է պղնձին, կուպերը, պղնձին է, ու ասաց եկեք ոնց որ ես
Պղից լցնենք, պղնձի ատոմներ լցնենք sense մոլեկուլների հետ, իրանք նույն ձև ադամանդի պես, այսպես կկպնեն իրար ու sense պատկերներ կստացվին։ Պրոստը ըստ տարբերությունն է, որ իրանց արանքում sense մեծ ազատ տեղեր է մնում, cavity-ներ, ու հետարքիր է, դեռ հասկանալի չի ինչ կարող անենք սրանով, օքեյ, հա սիրուն բան է ստացել, օգուտավորն է սրա, ու մարդիկ երկար ժամանակ չէին հասկանում սրա օգուտավորն է ու չէին հավատում ընդհանրապես որ կարաս sense անես, ասում էին հավանաբար որ երբ որ խառնես իրար անկապ բան է ստանալու լիքը ինչ որ ոնց որ առանց ինչ որ օրինաչափության կպնելու են իրար այս մոլեկուլները ու դառնա քաոսային ինչ որ մոլեկուլների կույտ, բայց պարզվեց մոլեկուլների կույտ չի դառնում, sense սիրուն կազմվածք ընդունում։ Նաև փորձարկումներ արեց, որ երբ որ այս ստանում է այս մոլեկուլը մեծ, իր այս մեջտեղի բաց մասերում իոններ է դնում, իոնը էդի ատոմնա ուղղակի մի հատ էլեկտրոնը պակաս կամ ավել, կամ երկու հատ չգիտեմ, այսինքն լիցք ունի էլի, նեյտրալ չի, լիցքը 0 չի, երբ որ լիցքը փոխում ես, անում դնում են իոն, ու տենց իոններ էր դնում ես մեջտեղի հատվածներում, ու հետո էսի դնում մի լուծույթի մեջ, որի մեջ ուրիշ իոններ կային, ու ինքը տենում էր, որ սրա մեջ այդ իոնները դուրս էին գալու, այն մյուս իոնները մտնում էին տեղը, հասկացա, որ ինչ-որ հետարքիր բաներ կարելի է սրանով անել, էլի, բարձվում է, ինչ որ հատուկ իոններ ինքը ավելի շատ է ընդունում, քան ուրիշները, երբ որ ելնեն ինքը իր իոնները հանելու է, մյուսները ընդունի, որ հետարքիր փաստ է, նաև հասկացա, որ այդ նշանակում նենց կարանք սարքենք այս մոլեկուլը, նենց դիզայն անենք, որ մենակ հատուկ տեսակի ատոմներ կամ մոլեկուլներ իր մեջ այդ բաց տեղերում մտնեն։ Իսկ այս երկրորդ գիտնականը Ճապոնիայից ոնց որ Չինաստանից։ Գիտեմ լավ։ Սուսումո Կիտագավան տենց էլի շատ խելացի մարդ էր ու սիրում էր գտներ անպետք բաների պետքական կողմերը ու երբ որ երիտասարդ ուսանող էր կարդացել էր Նոբելյան մրցանակակիր Հիդեյքի Յուկավայի գրքերից մեկը, որի մեջ չինացի մի հատ փիլիսոփայի Ժուանգզիի խոսքեր կար, որը ասում է ոնց որ մենք պետք է հարցականի տակ դնենք, թե ինչն է օգտակար, ինչն է անօգուտ, որովհետև լիքը բան կար մեզ թվում անօգուտ է, բայց երկար ժամանակում օգտակար է դառնում կամ օգտակար է եղել մենք չենք հասկացել դրա մասին, ու այդ փիլիսոփայության ներշնչված այս մարդը այս թեմայի մեջ է խորացել, հասկանա ինչ օգուտ կարանք տանք սրանով, էլի, որտեղ զբաղվում են մարդիկ, բայց ոնց որ անպետք բաներ։ Ու ինքն էլ 1957-ին առաջին անգամ ստացավ այս մի տեսակ նման հյուրանոցը, որի համար օգտագործել է այս կոբալտ, նիկել կամ ցինկ, դրանցից մեկը որպես իոններ, որը կոչվում է պիրայդին, դժվար է քիմիական անունները կարդալ։ Ու ոնց որ առաջին անգամ sense 3D պատկեր ստացավ, որը շատ ստաբիլ էր դառնում չորացնելուց հետո, այսինքն երբ որ էսի ջրից հանում ես, ինքը չորանում ու ստաբիլ է դառնում, չի քայքայվում, որովհետև քիմիական այս փոքր նյութերը շատ հեշտ հնարավորություն ունեն քայքայվելու օդում շփվելով թվացնի հետ կամ ջրածնի հետ, տարբեր նյութերի հետ քայքայվում են միանգամից, էսի շատ ստաբիլ էր ու կարողանում էր ինչ որ բան նյութեր իր մեջ էս ազատ տարածքներում դեղինը որ նշված է, ընդուներ, օրինակ մեթան կամ թթվածին ու դրա հետ մեկտեղ իր տեսքը չփոխելով։ Ու այս էլ երկրորդ հետաքրքիր բացահայտումներից երկրորդ Նոբելյան մրցանակակիր։ Էլի նույն նման մի բան ստացա, որի մեջ ազատ տեղեր լիքը կա։ Ու ստաբիլ է։ Բայց նաև միջև այդ մարդկանց հայտնի էր մի հատ այլ նյութի տեսակ, որը կոչվում էր զեոլիտ, զեոլիտը ոնց որ հունարենից էր գալիս, բայց չեմ հիշում ինչ է նշանակում, հա, զեո նշանակում է եփել,
լիթես նշանակում է քար, ոնց որ թե ու այս նյութը տենց են անվանել, որովհետև երբ որ իրան տաքացնում ես իրանից, ինքը քարի տեսք ունի, բայց երբ որ տաքացնում ես, իրանից գոլորշի է դուրս գալի ու ցած էփվում է, դրա համար անունը զեոլիթ են դրել։ Ու ինքը նման մի բան է անում, էլի կարում է տենց լիքը բաց տեղեր մեջ ունի, կարում է քաշի ինչ որ նյութեր, գազեր ու հետո բաց թողի, բայց իրանց ու այս նոր բացահայտված բաների տարբերությունն է, նոր բացահայտված անունը MOFA, Metal Organic Frameworks, հայերեն մետաղական, օրգանական մաղք, framework-ը ոնց թարգմանել է, շրջանակ, կարճ MOFA-ն ասում, այս MOFA-ը ճկուն էին, իսկ այս զեոլիտները շատ կոպիտ քարի պես, այդ լիքը քիմիական բաներ է փոխում էլի ու իր կիրառությունների մեջ հատկություններ է փոխում ու այս մեր մարդկանց եկավ երրորդ գիտնականը օգնության, երրորդ մրցանակակիրը, ով շատ աղքատ ընտանիքից էր, Հորդանանից, որտեղ իրանք իր քույր եղբայրների հետ բազմաթիվ ապրում էին մի սենյակում, վատ պայմաններում, ու մի անգամ 10 տարեկանում պատահական դպրոցի գրադարանում ինչ-որ գիրք է վերցնում կարդալու համար, քիմիայի գիրք է լենում ու տենց բավականին հետաքրքրում է իրան այդ մոլեկուլների տեսքերը նայելը, հետաքրքիր երեխա է լինում, ոնց ասում են, ու 15 տարեկանում, չգիտեմ ոնց, գնում է Ամերիկա սովորելու, շատ տարօրինակ է ոնց աղքատ երեխան գնացի Ամերիկա սովորելու, բայց ոնց հասկանում եմ, պապան է ինչ-որ բան արել, որ գնացել է, ամենայն դեպս սկսել է քիմիայով զբաղվել այնտեղ ու ինչ արել, ոնց որ ինքը ուզում էր քիմիային խնդիրը լուծել, որ քիմիայի նյութերը ոնց են ստանում, տենց տարբեր ձևեր կա, բայց խառնում են իրար նյութեր, տաքացնում են, տաքանալու արդյունքում այդ ուզած մոլեկուլը ստացվում է, բայց դրա վատ կողմը այն է, որ լիքը ուրիշ բաներ է կողից ստացվում, լիքը այլ նյութեր է ստացվում, որոնք պետք է թափել ու քո նյութը շատ փոքր մասն է կազմում վերջնական նյութի, ինքը ուզում էր այդ խնդիրը լուծել։ Ու սենց լիքը խորացել է քիմիայի մեջ ու 1999 թվականին MOF5-ն է ստեղծել, որը շատ կայուն ու ստաբիլ էր ու նույնիսկ դատարկ վիճակում, երբ որ այդ բաց տեղերը լցված չէր այլ մոլեկուլներով, խիտ նյութ չէր դառնում, տենց բաց վիճակում մինչև 300 Celsius աստիճան տաքացնելուց ինքը չէր վնասվում, չէր քայքայվում, չէր հալում եւ այլն, որտի մեծ ձեռքբերում էր ու այնքան լավ ներեսի, որ իր ներքին մակերեսը մի հատ ֆուտբոլի դաշտ կարար ծածկեր, ընդամենը մի քանի գրամ էս նյութի, այդ ոնց է ստացվում, դե կարամ շատ արագ նկարեմ, ասենք 2D անենք, որ պատկերացնելու լինի, ասենք սենց քառակուսի ունենք, այսի ենթադրենք մեր նյութն է, իր մակերեսը, որ հաշվենք, եթե կողմը ասենք 2A է, վատ եմ նկարում, 2A, մակերեսը սխալ եմ ասում, պարագիծը, ոնց որ այս 2D աշխարհում պարագիծն ենք հաշվում, 3D աշխարհում մակերեսը, դրա համար հիմա դե պարագիծ ենք հաշվում, 2A կողմը, ընդհանուր պարագիծը լինելու է 8A, ստեփրոցի ամեն ինչ պարզ է, բայց երբ որ սա կիսենք 4 մասի, օրինակ, այսենց, ու հաշվենք ամեն այս մի սենյակի պարագիծը, այսենց հերթով, ու գումարենք իրար, այս 4 հատ առանձին քառակուսիների պարագիծը ավելի մեծ է լինելու, քան ընդհանուր քառակուսու պարագիծը, չէ, որտեղ ամեն կողմը 2 անգամ է հաշվում, այս դեպքում 4 հատ 4A է, որը լինում է ոնց որ 16 է, այսինքն 2 անգամ մեծացավ ներքին մակերեսը, սենց ասած, երբ որ ավելի շատ բաժանենք սենց, 4 մասի բաժանենք, ինչ է լինելու, այս իհարկե սա, այս 2A, 4, 16 հատ 2A, 32 ոնց որ թե, 32A, ինչքան սենց սկսես ավելի շատ բաժանել, այնքան մակերեսը, պարագիծը մեծանալու է, նույնը 3D աշխարհում,
երբ որ մի քանի գրամ նյութը ասենք շատ փոքր սենյակների է բաժանված, ու այդ ամեն սենյակի մակերեսն է հաշվում, այդպես մի քանի գրամ նյութը, որ բացես մակերեսով, սա ֆուտբոլի դաշտը կարա փակի էլի, ու այդ նշանակում է լիքը նյութ կար այն իր մեջ կլանի, ու էդի այս նկարն է ոնց որ թե Էսի այդ միացնելու հատվածն է, այս նկարում այդ ընդհանուր մոֆն է, այս ամեն մեկը միած սենյակ է, տեղին է նշած, որտեղ այդ մոլեկուլը պետք է մտնի, ու այս կապույտ մասերը ստե ավելի մեծ է նկարած, չգիտեմ, ստեղ բան արած, ոնց որ քիմիական կառուցվածքը էս է, բայց ավելի լավ պատկերացնելու համար սենց մեծ նկար են նկարել էլի, որ ոնց որ երկրաչափական տեսքը պատկերացնենք, ամեն դեպս այդ ինչ-որ բան է ստացվում, իսկ երբ որ խառնում ես այս մոլեկուլները ու այս իրար կպցնող հատվածները բյուրեղի պես իրար կպնում են ու դառնում են մոֆ։ Այդտենց ոնց որ ամենաառաջընթացային մասը այս ոլորտում այս մոֆինգ սարքելներ էլի, որը արդեն կարող են ինչ-որ տեղեր կիրառեն, ասենք ասենք որտեղ են կիրառում, բայց նաև ստեղ սկսել են օգտագործել արհեստական բանականությունը, որ AI-ը դիզայն անի, թե ոնց պետք է սարքենք այս մոֆը, որ օրինակ այս մոլեկուլները մենակ իր մեջ պահի։ Նաև հասկացան, որ կարան երկարությունը կառավարեն այս իրար կպցնող հատվածների ու որոշեն ամեն սենյակի չափը, էլի կարան փոքր ատոմների համար կարան փոքր սենյակներ սարքել, մեծ ատոմների համար մեծ սենյակներ։ Ուստի ոնց որ թե կիրառություններից մեկն է գրած, որ սա օգտագործել են Արիզոնայի բանում, ինչ անունը, անապատում, որ գիշերը քամիների ծնդեղի ինքը ջուր է վերցնում, ջրածինները հավաքում է իր մեջ, ջուր է դառնում ու առավոտյան այդ արևի տակ երբ որ տաքանում է, կարող են իրանից ջուրը վերցնեն ու ինչքան նայել եմ, ոնց որ թե բան է, մի կիլոգրամ այս նյութը որ դնում են, մի գիշերվա ընթացքում 0.3 լիտր ջուր է կարում հավաքի, որը տենց բավականին լավ թիվ է, էլի ասենք։ Մի կիլոգրամ սրանից ունենաս, կարաս օրը մի բաժակ ջուր խմես անապատում, այն դեպքում, երբ որ չկա ջուր ընդհանրապես, օդի մեջ էլ 1000-ից մեկը հանդիպում ինչ-որ ջրածնի ատոմ, որ շատ չոր է։ Հետո սենց լիքը տարբեր տեսակի մոֆեր են սարքել, որ ամեն մեկը մի բանի համար է։ Ոնց որ հիմնական տարբերությունը այն է, թե նենց սարքես, որ ամեն սենյակ մենակ մի տեսակ մոլեկուլ ընդունի, այն դեպքում ջրի մոլեկուլներ ընդունում, ուրիշ բան չէր ընդունում, նոմա ջուր էր հավաքում իր մեջ։ Հիմա սաղ էս քիմիայի սովությունը փորձում են նենց սարքի, որ իրանց ուզած բանը կլանի։ Ստե օրինակներ է բերում, որ թունավոր գազեր կլանող մոֆեր են սարքում, կիսահաղորդիչների արտադրամ ասելում, որ օդի մեջ դուրս չգան այդ տոքսիկ նյութերը, օդի մեջից այդ ածխաթթու գազն են փորձում հավաքել սրանցով, որ այս ջերմոցի էֆեկտը քչացնեն գլոբալ տաքացումից խուսափելու համար։ Դա ամեն մեկը գրած է, այս առաջինը ջուրը հավաքողներ անապատներում, այս երկրորդը ոնց որ թե արագացնում է ջրում նավթի ու անտիբիոտիկների քայքայումը, որ ջուրը չկեղտոտեն, այս քիմիական ռեակցիաները ջրում արագ գնան, հենց ասած շուտ քայքայվեն, նյութը այս երրորդ նյութը նույն նման մի բան է, որը այս ջրում չքայքայվող նյութերը, որոնք վնասում են միջավայրը, իրենց հավաքման ու քայքայման համար է։ Այս մյուսը բանը հիմնականում չօգտագործվող ջրերից, կեղտաջրերից, բան rare ոնց էր, հազվադեպ հանդիպող նյութեր հավաքելու համար է, կամ լիքը նյութեր կա, որ շատ քիչ է հանդիպում բնության մեջ, բայց այդ ջրերում պարզում է մի քիչ շատ կա,
ու իրանց մեջից դրանք են հավաքում մյուսը աշխատու գազը հավաքելու համար ու արդեն տեստավորվում է Կանադայում ասել էլի ոնց որ թե դա էլ ջրածինը կուտակելու համար է որ այս նոր տեխնոլոգիաներով ավտոներ կա ոչ թե որ նավթով գազով են աշխատում այլ ջրածնով են աշխատում իրանց համար է բայց ոնց որ վտանգավոր են քանի որ Python-ը վտանգ է ջրածինը ոնց մի տեղում հավաքելը դրա համար դեռ շատ չի զարգանում դա այսքանը ոնց որ դա ես իրականում չգիտեմ խի է դանդաղ զարգանում այս ոլորտը որտեվ ոնց նշում է այս հոդվածում բավականին շուտվա բան է մի 20 տարվա ու մարդիկ երկար աշխատում են վեն բայց ես կյանքում չէի հանդիպել միտեղ մոֆ ասեն կամ նյութերի մեջ հանդիպած լինեմ կամ կիրառությունների մեջ հանդիպած լինեմ կամ կիրառում ենք մենք տեղյակ չենք լավ թե որտեղ են կիրառում չենք տենում բայց այս ամեն ինչն են կիրառում ամենայն դեպս որ Նոբելյան մրցանակ են տվել նշանակում է արդեն կիրառվում է ինչ որտեղ ու առաջիկայում ավելի հայտնի է դառնալու սկսելու ավելի առաջ գնալ որտեղ ֆանտաստիկ գործիք է էլի ինչքան հասկանում եմ Ողջույն, ուրեմն ես լսեցի ձեզ, բայց մի հատ բան հետաքրքրեց, եթե այս մոլեկուլյար հյուրանոցները արդեն ստեղծվել են, հնարավոր է, որ մի օր հենց դրանք փրկեն աշխարհը էներգիայի կամ մաքրության խնդրից։ Դա մաքրության խնդրից հավանաբար, որովհետև ոնց որ կախված է մաքրությունը ինչ մակարդակում նկատի ունենք, եթե մեծ աշխարհ մակրո աշխարհի կեղտոտությունը նկատի ունենք, օրինակ ծառում պլաստիկի շշերը եւ այլն, դա հավանաբար սրա հետ կապ չունի, որովհետև այն ուրիշ խնդիր է լրիվ մեծ աշխարհ է, իսկ մոլեկուլային աշխարհում ինչ որ խնդիրներ ախտոտվածության, օրինակ մարդու մարմնի մեջ ասում են լիքը միկրոպլաստիկա կա, պլաստիկա լցվում կուտակվում ու դուրս չի գալի կարող է այդ խնդիրների համար սկսի կիրառվել պլաստիկը ֆիլտրելու համար օրգանիզմից կամ ուրիշ տեղեր ոնց նշեցի ստե ինչ որ բաներ կուտակելու համար շատ դժվար է ասել ինչի համար կարաս օգտագործես որտեղ ոնց տենում ես ավտոների էլեկտրաէներգիա որպես ծառայել էլեկտրաէներգիա չէ վառելիք ծառայելուց միջև անապատում ջուր կլանելու մեջ օգտագործում են անտիբիոտիկներ քայքայելու ու ինչ որ հազվագյուտ նյութեր գտնելու համար շատ տարբեր է ու հավանաբար կիրառվելու է աշխարհը փրկել է մասով չգիտեմ կփրկի թե չէ բայց առաջինը մի հատ ուրիշ բան ասեցիր չէ բացի կեղտոտությունից ախտոտվածությունից մաքրությունից առաջ ուրիշ բան չասեցիր Ահա մաքրությունից առաջ ասացի էներգիայի խնդրից դա բարդ հարց էներգիայի ոնց որ ուրիշ տարբերակներ են գտնում մարդիկ ավելի օգտակար բայց այս վերջին տարբերակը ջրածնային մեքենաների էլի ես տեսել եմ ոնց որ արդեն կան մեքենաներ ջրածնով աշխատող բայց չգիտեմ էլի ինչ խնդիրներ ունեն խի չեն տարածվում շատ ինչ որ գիտական տեխնիկական խնդիրներ կա որոնցից շատ տեղյակ չենք բայց կարելի այս մրցանակները հենց դրա մասին է որ ոչ մեկ չի կարող ասի որը որտեղ պետք կգա բայց բարձում է լիքը բան ուրիշ տեղեր է պետք որ չէր մտածում Մերսի շատ Okay այլ հարցեր չունեմ լավ ինչի համար են գիտնականները որոշել ստեղծել հենց սենց ծակոտկեն բյուրեղներ այլ ոչ թե ինչ որ ուրիշ բան ուրիշ բան էլ են ստեղծել պրոստը գիտական աշխարհում այնքան բան կա որ ամեն մի գիտնական իր ուղղությունն է ընտրում որոշում ու այդ ուղղությամբ է գնում
ոնց ասեցի, տարբեր գիտնականներ տարբեր նպատակներ ունեցել, մեկը փայտե գնդիկներից ինչ որ գաղափար է եկել, sense բանասարքը չի էլ իմացա խիասարքը, պրոստը հետաքրքիր է եղել։ Մյուսի դեպքում ուզեցել է այդ նշված խնդիրը ոնց որ թե լուծի, որ խնդիրներ չեմ հիշում։ Այդ քիմիական նյութերը հեշտ ստանալու միջոցները լուծի։ Ամեն իր նպատակներ ունի, ինչ որ դեպքում զուտ հետաքրքրասիրությունը, ինչ որ դեպքում էլ մտքում երազանքներով ինչ որ կիրառելի բան է ստենում, որը տենց հավանաբար մի 50 տարի հետո լինելու, բայց դու արդեն մոտավորապես պատկերացնում ես ինչա պետք դրա համար ու ինչ որ բան ես սկսում այդ ուղղությամբ անել։ Տարբեր պատճառներ ունեն, տարբեր գիտնականներ, բայց ոնց որ պետք է հաշվի առնել, որ շատ փոքր գիտնականների մասն է, որ էսրա վրա է աշխատել, գիտնականների մեծ մասը 99.9% քիմիկների չի աշխատել այս խնդրի վրա երբեք։ Նորմալ է էլի, որ պարզվեց օգտակար է ու պարզվեց այս մի քանի հոգին ճիշտ բանի վրա են աշխատում, ոչ մեկ չէր կարա նախորդ գուշակել, որ էսա ճիշտ ուղղությունը։ Okay, ում բախտը բերում է ճիշտ ուղղության մեջ անգնում, ինքնավերջում ամենահայտնին ու հաջողը կդառնում է։ Չեմ ասում, չես կարա ոնց որ մենակ պատահականություն չի, բայց լիքը պատահականություն էլ կա էլի։ Սխալ կլինի ասել, որ իրանք գիտեին, որ սա ամենակարևոր բանն է, պետք է անենք։ Հա, ով կպատկերացներ, որ գիտությունը կարա կոպիտ ասած խաղա մոլեկուլների հետ ոնց որ լեգոն, ու այդ խաղի արդյունքում ստացվի փոքր, բայց զարմանալի նյութ, որ վերջի վերջը կդառնան Նոբելյան մրցանակի արժանի։ Ինձ թվում է, այս ուղղակի ապացույց է, որ գիտությունը երբեմն կարա նույնքան խաղալիք ու նույնքան հզոր միաժամանակ լինի։ Այո, որը ասում է, որ պետքա լինես հետաքրքրասեր, որ ոչ թե դնես նպատակը գրում եմ ես սարքեմ, որ sense բան լինի, որ sense բան լինի, շատ դժվար է այդ ամենը, ոչ մեկ չգիտի ինչա լինելու, ինչից հետո, ինչ է բացահայտելու, որից հետո ինչա բացահայտվելու, ինչ է կարալու անել։ Դրա համար զուտ որ թեման քեզ հետաքրքրում ու պատրաստ ես քո կյանքը ներդնել այդ թեմայի մեջ ու ջանք դնել, պետք է հետաքրքրվես գնաս շարունակես անես, մինչև մի բան ստացվի, եթե մի բան էլ չստացվի, էլի բանը ոնց որ դա է ինֆորմացիա, որ չստացվեց ժողովուրդ։ Գնացեք ուրիշ բանի վրա աշխատեք։ Լավ է, հետաքրքիր էր ինձ թվում, հա։ Մերսի շատ որ եկաք, ապրիշտ եկար։ Կհանդիպենք մեր շատ։ Ձեզ էլ մերսի շատ, իրոք շատ թույն էր, հաջողություն, կսպասեմ։ Пока.